Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Բարև ձեզ, ես Վահեն եմ։ Իսկ ես Ծուշն եմ։ Շանթ հեռուստաընկերության Եվ Վահե Խաչատրյան YouTube-յան ալիքով մեկնարկում է Հերոսների լիգան։ մենք ընտրել ենք 12 պատանիների, ովքեր կլինեն Հերոսների լիգայի մասնակիցները, իսկ այդ պատանիները կներկայացնեն Հայաստանի ամենասիրված եւ ամենախոշոր արվեստի դպրոցները՝ եւ շոու դպրոցը, Եվ Trio Studio։ Ամենայն հավանականությամբ դուք մտածում եք, որտեղ է տեղի ունենալու հենց գլխավոր իրադարձությունները։ Իհարկե շնորհակալություն ենք հայտնում Hills մարզական կոմպլեքսին, որտեղ մենք հենց այս պահին գտնվում ենք, սակայն անակնկալ։ Մենք այդ ամենը անցկացնելու ենք այլ վայրում։ Բարև ձեզ Վահե ջան։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ Աղթամարտուր տուրիստական ընկերությունում։ Ինչով կարող եմ օգնել։ Կարող եք մեր մեծաթիվ խմբին առաջարկեք, թե ուր կարող են գնալ մեր նախագծի շրջանակներում։ Նշեմ, որ շատ ճիշտ հասցեով եք եկել։ Կարևոր հանգամանք, որ մենք ունենք խմբային տուրեր արդեն 15 տարի շարունակ դեպի Արևմտյան Հայաստան եւ Կոստանդնուպոլիս։ Ներկա պահին ունենք ակտուալ տուրեր դեպի Ալբանիա, դեպի Իսպանիա, մասնավորապես Բարսելոնա եւ իհարկե բոլորի սիրելի Եգիպտոս։ Վահե ջան, նշեմ, որ մենք ունենք ուղիղ չվերթներ դեպի Եգիպտոս, որոնք ամենահարմար ժամերն ունեն ամբողջ Հայաստանում, մեկնում եւ հետադարձ առավոտյան ժամերի է։ Իսկ ձեր խմբին այս պահի դրությամբ կառաջարկեմ Եգիպտոսի լավագույն հյուրանոցներից մեկում հանգստի տարբերակ Pixis Radami Charm հյուրանոց։ Հրաշալի, քանի որ ես գիտեմ, որ աղթամարտուրը առաջատարներից մեկն է մեր հայկական շուկայում, այդպես պատճառով ամբողջովին վստահում եմ ձեզ։ Ես ձեզ հիմա կտրամադրեմ փաթեթ, որտեղ ներկայացված է վաուչերը եւ ավիատոմսերը ձեր ամբողջ տրիփի հետ կապված։ Հրաշալի։ Շնորհակալություն։ Դե գնաց։ Համեցեք։ Հերոսների լիգա Իրականում շատ հավես մթնոլորտ է, ահա որ տրամադրված եմ խաղերին։ Իրականում ես էլ եմ առանց ծնողը առաջի անգամ թռնում, բայց տարբերվելու համար ես կասեմ, որ իմ համար էսի առաջի դեպք չի, ես միշտ առանց ծնող եմ թռնում, շատ գործեր են լինում մեր կյանքում։ Վերջապես ես գնալու եմ ինչ-որտեղ, որտեղ մաման ու պապան չկան։ Դուք հասկանում եք, ես էլ չեմ լսել նորմալ հաս կուտես, շատ քաղցր չուտես, տաք կհագնես, հանկարծ չմրսես։ Արտիկուլյացիա նորմալ աշխատացրու, որ հասկանամ ինչ ես խոսում, չեմ լսել, всё։ Մամ ջան, պապ ջան, շատ ձեզ կկարոտեմ, բայց ես արդեն գնում եմ մենակով։ Ես Աննան եմ, աշխարհի ամենաերիտասարդ դասախոսը։ Դասավանդում եմ 13 տարեկանից եւ շոու դպրոցում։ Երբ որ ես իմացա, որ Աննան այդպիսի առաջարկ է ստացել, ինձ շատ զարմացրեց իր մոտեցումը այդ հարցին, որ ինքը շատ վստահ ասեց, այո, կկարողանամ։ Ես բազմիցս խոսել եմ, երբ առիթ եմ ունեցել Աննայի հասունության, պատասխանատվության եւ մարդ տեսակի մասին, եւ իհարկե հաշվի առնելով իր տարիքը, որը մեծ չէ, ընդամենը 14-15 տարեկան աղջնակ, բայց այդքան մեծ պատասխանատվությամբ զինված եւ այդքան լավ ու մեծ նվիրումով միշտ հպարտանում եմ իրենով եւ շատ ուրախ եմ, որ ունեմ իր նման գոլեգա։ Վերջին տարվա ընթացքում ուսանողներից հետ արել եմ շուրջ 7 բեմադրություն։ Անուլը կյանքում շատ զուսպ է, ամաչկոտ շատ ավելի կարելի ասել, բեմում ինքը լրիվ ուրիշ մարդ է։ Դե ես էլ մերոնց կկարոտեմ իհարկե, բայց առաջի դեպքը չի, որ մենակ եմ մնում։ Ու ոնց որ արդեն մեր անուններն են տալի, մենք արդեն պետքա դուրս գանք։
Եկանք նստեցինք ավտոբուս, ասեմ քաղաքային ավտոբուսից շատ վատ էր աշխատում։ Սա իմ առաջին թռիչքն է։ Մենակ թռել եմ, բայց սենց տաք կողմեր չեմ թռել, ավելի ցուրտ տեղեր եմ թռել։ Բայց ամենայուրահատուկն ու ամենաուրախը հենց էս է։ Ես շատ գոհ եմ, որ ես պատուհանի մոտ եմ նստած։ Այդ ես շատ եմ սիրում պատուհանի մոտ նստել սրանից հետո։ Ասեմ, որ ես ամել ահավոր սամելոտներից վախենում եմ, իմ համար շատ դժվար է հիմա խոսալ։ Ճիշտ է, մենք արդեն էներգիա չունենք։ Հոգներ ենք արդեն։ Բայց տրամադրված ենք շատ մարտական, նամանավանդ ես։ Լավ էլ տրամադրված ենք, որ պետքա հաղթենք։ Ինչքան է որ մարտական ենք տրամադրված, մեկ այստեղ բոլորը մերոնք են, մեր ընկերներն են։ Եթե ես ստեղ եմ, բոլոլա է, վсё։ Չի քննարկվում։ Բոլոլա? Բոլոլա? Ես չեմ անում։ Ես դե ախպերս եկել եմ նկարել, ես տեխնիկի չեմ։ Զվգ գրվում, հա։ Դնես ընկերս այն ժողովուրդը իմանա։ Տվեք դու գոքորի տղեն անի։ Ամերիկայից եկել է Եգիպտոս, Եգիպտոսից գնում է Դոհա։ Իմանա դեք դու պահի։ Բարև ձեզ, ես Ալբերտո Դանելյանն եմ, Trio Studio-ի սան եմ։ 6 տարեկանից մասնակցել եմ տարբեր նախագծերի, որի թվում են դեպի ճամբարը։ Ես չգիտեի, թե ինչ գումարով է տատիկս գնել ճամբարի տոմսը, եւ քաջ գիտակցում էի, որ հիմա իմ հեռախոսի ժամանակը չէ։ Հումորի լիգան։ Այս եւ այլ հարցերի լուծումները մենք կբարձրացնենք մեր ելույթների ընթացքում։ Եվ բազմաթիվ այլ նախագծեր։ Լյովիկ, մեր հետ հարց է տալի։ Էսի ում հեռախոսն է։ Ես շատ իմանամ։ Վերջին տարիներին ուժերս կենտրոնացրել եմ երաժշտության մեջ ու ընկերներիս հետ երաժշտությամբ ենք զբաղվում, արդեն ունենք մի քանի ստացված կատարումներ։ Ее улыбка мою голову закружит. Все ведь хорошо, так что зачем она все рушит? После ухода твоего, бэйби, ночами пропадал я, ты сказала, я неверный. Եկավ որ շատ լուրջ որոշում կայացրեց, որ ինքը պետքա երգի եւ իր երազանքն է, որ ինքը գրավի ռուսական շուկան։ Կամ բազմաթիվ երգեր գրված, թե երաժշտություն, թե խոսքերը ինքն անում իր ընկերների հետ միասին։ Ալոման, հասել ենք, հա ամեն ինչ նորմալ է, գնում ենք հոթել, ճանապարհին ենք, չես պատկերացնին են շոկ, հա, բայց լավ, հեսա հասնենք, լավ փոխվեմ, իմ սիրուն ամառային շորիկները հագնեմ, հելեմ գնամ դուրս, դե կապով կլինեմ ուրեմն, շո, օքեյ, լավ, լավ։ Մենք վերջապես հասանք Եգիպտոս։ Իրականում սկզբում ես մտածում էի, որ օդանավակայանի ստուգումները առանց ծնողներ մի քիչ դժվար կանցնի, բայց բարեբախտաբար ամեն ինչ շատ լավ անցավ, ոչ մի բան չենք կորցրել ու մենք շարժվեցինք դեպի մեր սիրուն հյուրանոց։ Միանգամից տեսարան մի հատ կիմանաք, ով որ նայել է Squid Game-ը, այդ տեսարանները կնայեք են մարդիկ, որ դիմակներով կան։ Այդ տեսարանները ռիվ Squid Game-ից ոնց որ հանածելներ, ես շատ տպավորված եմ, բայց մի քիչ վախենալու էր։ Մեր դեմքներից արդեն երևում է ինչքան ուրախ ենք մենք ու ինչքան գոհ ենք ու տպավորված։ Ախր տենում եք, ոնց են մեզ ընդունել, ոնց կարելի է մի այլ տիպի։ Ամենակարևորը, մենք ինքնաթիռի մեջ ծանոթացել ենք Տրիոյի խմբի տղաների հետ, Ալբերտոյի, Ռազոյի եւ Գորի հետ։ Եվ անչափ շնորհակալ ենք ռեժիսորներին, օպերատորներին։ Իսում արդեն պարզ է ինչ թույնը անցնում, նոր ենք եկել, բայց արդեն տնավորվել ենք։
Մենք գտնում ենք Ռիքսս Ռադամիս հյուրանոցում, որտեղ մեզ իրոք շատ լավ ընդունեցին, ոնց որ քեզ մի քիչ կարևոր մարդ ես էլի զգում ես կյանքում։ Իրոք զարմացած ենք ոնց մեզ դիմավորեցին։ Մենք խոստանում ենք այս 7-8 օրը իրանց հետ շատ ուրախ ժամանակ ենք անցկացնելու։ Մենք ճիշտ ասած շատ ենք հոգնել ճանապարհից, բայց մտանք ստեղ այդ շոուից անենց ենք լիցքաթափվել, էլ ասելու չի։ Ինչքան հասցրել եմ տենամ Եգիպտոսը, հələ որ ամեն ինչ իմ սրտով է, ու այս հյուրանոցն էլ լրիվ իմ սրտով է, շատ ճոխ է ամեն ինչ, ես էլ տես ճոխ բաներ սիրող մարդ եմ, էլի։ Մենք երբ եկել ենք Երևանում անձրև էր, ճանապարհները քանդած էր, ու ուղղակի ստեղի արևը ու սենց սիրուն ճանապարհներ ուղղակի ստիպում է, որ դու ունենաս բարձր տրամադրություն։ Հիշեք Գոր անունը, ես խոստանում եմ, որ դուք այդ անունը դեռ շատ բարձր եք լսելու։ Ալբերտոն միշտ լսել եք Գոքորի, Ալբերտո, այս անգամ լսելու եք Գոր, ուղակի Գոր։ Ես ձեզ խոստանում եմ։ Ռազմիկն էլ ինձ կարա գրեք կողքից։ Ծնված օրվանից մեծացել եմ ստեղծագործ միջավայրում, որովհետև հայրս պրոդյուսեր դերասան Գրիգոր Դանելյանն է։ Լավ եմ անում։ Քեզ հասնում եմ։ Կենան գերգես։ Օ մարա։ Գերգես, կենան գերգես։ Ո՞ւմը գերգե, մարա։ Ինչ ես խոսում։ Ես միջև սրա պասպորտը չտենայի, չէի համոզվի որտեղ է։ Ես կան պասպորտը վավերացնեմ։ Մայրս վոկալի մասնագետ եւ 17 տարվա կոնսերվատորիայի դասախոս Ռիփսիմե Ելինյանն է, նաեւ մեր տրիո ստուդիոյի տնօրեն։ Ասեմ, որ Ալբերտոն 3 տարեկանից բեմում ա եղել ու ինքը չի ունեցել հնարավորություն ընտրելու, կարա թե չէ։ Անենց սոված եմ, երթվում եմ։ Սովածության պահը մենք էլ ենք շատ սոված իրականում, հա։ Կամերա կուտեմ, այդ սոված եմ։ Վերջապես հոց կուտենք։ Այո, ասենք մարդիկ եկել են շորտիկ մայկով, պալեջիկ մայկով նստել, ու մենք ինչով ենք մտնում հեսա իրենց մեջ։ Մտնում եմ խոհանոց ու բռնեք թե կարող եք։ Վայ, իսկ ոնց ես կարծում, մեր մոտ կստացվի միասին վարել նախագիծը։ Ուղղակի շատ տարբեր ենք։ Ջուշ ես, տարբերությունը կապ չունի։ Կարևորը որ մենք ունենք մեր գույնը ու մեր համը։ Ոնց որ Վիմպելի պիլզները ու լագերը։ Երեխեք արդեն լավն է երևում։ Ահա։ Չեմ հավատում։ Չեմ կարող։ Չեմ հավատում։ Բարև ձեզ, ես Մարիա Ալեքյանն եմ, Տրիո ստուդիոյի սան, մասնակցել եմ բազմաթիվ պրոյեկտների։ Եկեք տեսնենք Հայաստանը ինչ ա քաշելու իր ատամ հատիկին։ Ես գիտեմ, ամերիկական գրին քարտ ա քաշելու։ Բաբջան։ Բաջան։ Հուսով եմ այս տարի ավտոբուսը չի փչանա։ Դերասանական ունակություններով նաև ինքը բավականին տիրապետում է եւ սովորած երեխա է։ Իմիջայլոց ինքը ամենասկզբից վոկալ բաժնում էլ է եղել մեզ մոտ ու այնքան էմոցիոնալ վոկալիստ է եղել, որ ինքը երգել է անգամ մի անգամ մեր ընկեր Անահիտին Անահիտ Շահբազյանին հուզել է իր երգով։ Вот это прелесть, понимаю.
ամեն ինչ էլ կա։ Հələ։ Նայ։ Ով ասեց, որ ամեն ինչ կա։ Օրինակ իմ սիրած յոգուրտներից չկա։ Դե եթե այսօր չխմես, վաղը ես եմ խմելու։ Ով յոգուրտներից կպավ, աշկերը կհանեմ։ Երևի չեմ կարող թաքցնել, որ դերասանուհի եւ երգչուհի եմ։ Նկարահանվել եմ մի շարք սիրված եւ ռեյտինգային նախագծերում։ Շատ կազմակերպված, ես հիշում եմ նկարահանումների ժամանակ 5 եթերաշրջան։ Մենք չհասկացանք, որ տաղավարում անչափահաս երեխայի հետ ենք նկարահանվում, որովհետև նա եւ հասուն է, եւ կազմակերպված է, եւ միշտ պատրաստ։ Տաղավարում երբևէ այդ դիսկոմֆորտը, որ հասակակից չի մեզ, դա չենք ունեցել։ Դեռ շատ փոքրուց զբաղվում եմ երաժշտությամբ, ունեմ արդեն մի քանի սիրված եւ ճանաչված երգեր։ Ինչ անեմ ինձ նկատես, սիրահարվել եմ քեզ խելքի պես, դու բոլորին կանչում ես Երևան, սերը քո նավիրում ես իրական։ Չնայած որ ես հայտնի եմ դարձել հենց հեռուստատեսությունից, շատ եմ սիրում խաղալ բեմերում, որի հնարավորությունը ես ստացել եմ եւ շոու դպրոցում։ Երաժշտականությունը ժառանգել եմ մամայիցս։ Երջանիկ եմ, որ դու ինձ ես, երջանիկ եմ, որ դու կաս։ Յարո ջան, իմ սիրունիկ Յարո ջան, առանց քեզ ես ոնց ապրեմ։ Ես շատ կուզենայի, որ նաև ինքը որպես երգչուհի ավելի լուրջ քայլեր աներ, բայց մենք շատ անգամ զրուցել ենք եւ ինչ որ չափով կարելի ասել, որ նա կողմնորոշվել է, որ ավելի շատ որպես դերասանուհի է իրեն լավ զգում, բայց դերասանությունը առհասարակ իր մեջ այսպես համախմբում է նաև արվեստի տարբեր ճյուղեր եւ երգը բնականաբար պիտի լինի դերասանական պրոֆեսիայի մեջ, այսպես ասեմ։ Եվը պիտի հաղթի։ Ուղղակի այդ չել քննարկում, կարծում եմ տղերքն էլ կհաստատեն, մենք շատ մարտական ենք տրամադրված։ Մարտական ենք տրամադրված։ Մարտական։ Օդանավականից միջստեղ ամեն ինչ իդեալական է։ Մեր թիմը մարտական տրամադրված է բոլոր խաղերին, որ հաղթենք։ Այո։ Հաղթանակ ամեն գնով։ Այո։ Один за всех, и всех за одного։ Հերոսների լիգա։ Բարի երեկո եւ բարի գալուստ հերոսների լիգա, նախագիծ, որի շրջանակներում իրարից տարբեր 12 հերոսներ հավաքվել են պարզելու, թե ով է իրենցից գլխավոր հերոսը։ Այո, արգելիներս, քանի որ հերոս չեն ծնվում, հերոս դառնում են, քանի որ հերոս ի սկզբանե կարող է լինել յուրաքանչյուրը։ Յուրաքանչյուր օր թիմերը միմյանց դեմ մրցելու են, որպեսզի պարզենք, թե որ թիմն է ունենալու պարգև, իսկ որ թիմն է պատժվելու։ Ինչպես տեղավորվեցիք հյուրանոցում։ Ձեզ դուր եկավ ձեր համարը, որտեղ որ ապրելու եք։ Անհամբեր եք, թե երբեք քնելու այդ համարում։ Իսկ դուր եկավ այն ինչ որ կերակ Ռիքսս Ռադամիսում։ Հա? Իսկ սպասում եք ընթրիքին, թե ինչ եք ուտելու երեկոյան։ Շատ լավ։ Շտապենք ուրախացնել հաղթող թիմին, որը դեռ պարզ չի, թե որ թիմն է։ Այդ թիմի մասնակիցները այսօր ընտրելու են Ռիքսս Ռադամիս հյուրանոցի լավագույն ռեստորանում եւ իհարկե գիշերելու են իրենց luxury համարներում։ Իսկ մյուս թիմը, արգելիներս, մյուս թիմը հերիք չի ընտրելու luxury գժական ռեստորանում, իսկ թե հետո ինչ անելու որտեղ քնելու, դա կիմանաք ընթացքում։ Եկավ ժամանակը, որպեսզի խաղանք առաջին էստաֆետային խաղը։ Իսկ թե ինչպիսի խաղեր են լինելու, մեզ կներկայացնի Rakurs Game Team Building-ային ընկերության հիմնադիր Դավիթը։ Ողջույն բոլորին։ Թիմեր, բարև ձեզ։ Ես տեսնում եմ, որ մարտական եք տրամադրված, բայց դա դեռ բավական չէ։
Այստեղ ձեզ օգնելու է թիմային մտածողությունը։ Եթե ուզում եք հաղթել, պետք է նախ ճիշտ բաշխեք ուժերը, մտածեք թիմային, օգնեք միմյանց ու հնարավոր է ձեռք բերեք առավելություն այս խաղում։ Առաջին մրցույթը էստաֆետային է եւ բաղկացած է 3 խաղերից։ 3 խաղերից առաջին 2-ի ընթացքում հաղթող թիմերը կստանան միավորներ, որը կօգնի իրենց եզրափակիչ 3-րդ խաղի ընթացքում։ Մեր բոլոր խաղերը կարելի ասել ավելի շատ շարժախաղեր են։ Այսօր մեր շարժախաղերը ունեն այսպիսի հետաքրքիր ձևավորում, կարելի այսպես կոչել՝ գերմանամական վազք։ Իսկ թե ինչի գերմանամական վազք, կասի Ռակուրսի Դավիթը։ Որովհետև այս վազքը շատ նման է մեր հայտնի խամյակների փոքրիկ այդ անիվին, որի մեջ վազելու են։ Բայց այստեղ է կարևոր մի կանոն, մասնակիցները անպայման պետք է ոտքը դնեն հստակ տեղ, որպեսզի չընկնեն, եւ հավասարակշռությունը պահելու համար պետք է ճիշտ տեղից բռնվեն։ Դե ինչ, թող հաղթի ուժեղագույնը։ Ես իմ թմին ասում եմ, որ իրանք չլարվեն, բայց այդ ոգևորությունը, այդ մրցակցության ուժը, լարվածությունը չէր թողում, որ անցներ։ Ես երեխեքին ի սկզբանե խորհուրդներ տվեցի լիքը, ասեցի, որ պետքա իրանց ամեն մի քայլը հստակ դնեն ու չդնեն ծայրերը, այդ կլոր փուչիկները, այլ մեջտեղները։ Ես ասեմ, որ մաքսիմում փորձում եի, երբ ես էի խաղում, հավասարակշռությունը պահել, որովհետև երբ ձգտում ես արագության, կորցնում ես հավասարակշռությունը ու չես կարողանում ուղղակի սենց այդ ուղիղ նշանակետին գնալ, ինչ որ սենց ճոճվում ես, աջ ու ձախ ես գնում ու չես հասկանում ինչա կատարվում ամբողջ մրցույթի ընթացքում։ Փուլը կոչվում էր գերմանամական վազք, իրականում երբեք գերմանամուկ չենք եղել, չգիտենք ինչպես են իրանք վազում, բայց այսօր տեսանք, հասկացանք ու բավականին տանջվեցինք ու հասկացանք ինչքան հեշտ գործ չի գերմանամուկ լինելը։ Ես այդ խաղի ժամանակ մեծ սխալ գործեցի։ Աննան շատ ահավոր սենց վատ ձևի ինգավ ու մենք մտածեցինք անգամ, չգիտեմ, կոտրված կտացավ կամ ոնց գնանք օգնենք իրեն, չնայած չենք էլ կարա։ Դժվար է հետ բռնել, բրթել, մենք չենք կարա գնանք սաղթմով օգնենք, որտեղ խաղի կանոնները այդ թույլ չէր տալի։ Երբ ստացա առաջարկը մասնակցելու հերոսների լիգա նախագծին, պապան սկզբում մերժեց, որովհետև առաջին անգամ է երկրից դուրս գնալու առանց ծնողներիս։ Եկավ ասեց, պապ, ես գնում ենք Եգիպտոս։ 14 տարեկան երեխու մասին ենք խոսում։ Գիտեմ, որ ինքը հասուն է, խելացի է, բայց Եգիպտոս չէ։ Ես հասկացա, երբ որ չեն կարողանում հարցը լուծել տղամարդիկ, գործի են անցնում կանայք, վերցրեցի հեռախոսը, զանգեցի մեր սիրելի Անժելային։ Ինքը ամեն կերպ ինձ հասկանում էր եւ ուներ մեծ ցանկություն, որ Աննան մասնակցեր, ու ասաց, որ ամեն ինչ կանեմ, որ Աննան գա, խոսեմ Գարիկի հետ, կհամոզեմ եւ այլն։ Եվ շատ չանցած մենք ունեցանք դրական պատասխան, որի արդյունքում իհարկե մեր Աննան եկավ մեզ հետ Եգիպտոս։ Ես հաղթանակի հետևից ընկա, այսպես ասած, կոպիտ։ Հավասարակշռությունս կորցրեցի, որ հետևանքով ընկա ու մեծ ժամանակ կորցրեցի։ Արի, լավ ես գալիս։ Աշխատեք ուղղությունը պահեք։ Գնա։ Արուջ, արուջ։ Դավայ, մար դավայ։ Արուջ։ Արա։ Ապրես։ Արու դարագացու։ Դիցը կուղեք։ Տակտիկա ունեմ միշտ, խաղերը խաղալուց միշտ ես հաշվում եմ իմ մտքի մեջ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 անդադ հաշվում եմ, որ ուղեղս կենտրոնանա գործողության վրա, չնայեմ կողքիններիս։
Մնացել է մեկ մասնակից տրիո ստուդիոից եւ 1.5 մասնակից եւ շոու դպրոցից։ Անյուտ բան չմնաց։ Վերջի մասնակիցը։ Գնա, Կասյա։ Առաջին խաղում մեր թիմային աշխատանքից գոհ եմ։ Անցել է, շունչը։ Բաբա, եկել է բաբա։ Ես վերջին մասնակիցն է տրիո ստուդիոյի մոտ։ Լավ, անցել ես, զգուշի մաղջի։ Միա ծափահարություններով ձեր թիմակցին դիմավորեք։ Ժամանակի բերումով մենք չհասցրեցինք ու պարտվեցինք։ Կասեմ հաստատ, որ պարտվեցինք, որովհետև չունեինք փորձ թիմային աշխատելու։ Ոչինչ, դեռ ամեն ինչ առջևում է։ Հերոսների լիգա։ Բրավո ծափահարությունների երկու թիմերին հոյակապ արդյունք, բայց տրիո թիմը այս անգամ ավելի արագ ու կազմակերպված գտնվեց։ Ամեն ինչ նոր է սկսվում, ոչ մի բան դեռ ավարտված չի։ Եզրափակիչ մրցույթի համար դուք ունեք որոշակի առավելություն, այսինքն մրցույթի պրոցեսին ձեզ համար հանվում է ժամանակ, թե որքան ժամանակ կլինի, կիմանաք ընթացքում։ Պարտված թիմը դեռ ունի հնարավորություն կորցրածը վերադարձնելու եւ եզրափակիչը սկսելու հավասար պայմաններում, իսկ հաղթող թիմը հնարավորություն ունի կրկնապատկել իր առավելությունը եւ եզրափակիչ դուրս գալ բավականին մեծ միավորների առավելությամբ, ժամանակի առավելությամբ եւ արդեն ավելի ակնհայտ որպես ֆավորիտ։ Ալբերտո, ինչ կասես քո թիմի մասին։ Ինչ ստացվեց ընթացքում տենց լավ հասկացաք իրար, որն էր այն բեկումնային պահը, որ առաջ անցաք, ինչ կասես։ Ուժեղ ռազմավարություն ենք մշակել։ Մենք այնց ենք արել, որ անպայման պետքա աջ կողմից մտնի մասնակիցը ձախ կողմից շուտ դուրս գա, որ դուրս գալու մտնելու մահերը համընկնեն իրար հետ։ Այսինքն աջ ու ձախ եք անում։ Հա, աջ ու ձախ ենք անում, հա տատանվում ենք։ Ու ամենակարևորը այն էր, որ պետքա հասկանանք իրար, այսինքն չպետք է օրինակ գոռանք, ասենք շատ վատ ես անում, պետքա միշտ Բա ինչի ես դու գոռում։ Ես միայն լավով էի գոռում։ Անիկա հետ վրա։ Հերոսների լիգային մասնակցում եմ, որովհետև անկեղծ ասած այս պրոյեկտը իմ տանեցիների պրոյեկտը չի ու վերջապես որ ինձանով եմ մասնակցում այս պրոյեկտին, ամենայն հարգանքով ես իհարկե իմ տանեցիներին, իմ մամային, պապային, որ աշխարհի չափ սիրում եմ։ Ալբերտոն վերջինս մի քանի տարիների ընթացքում արդեն կոմպլեքսավորվում է։ Չգիտեմ, որտեղ որ ուզում է լինի, բնականաբար մարդիկ գիտեն, որ ամեն ինչում մենք ենք իրան առաջ տանում, բայց իրականում այդպես չի։ Վերջապես պետք է գա մի հատ ժամանակ, որ ես իմ ստեղծագործ կյանքով գոնե առանձնանամ իրանցից, էլի, որ արդեն չասեն Գրիգոր Դանելյանի տեղն է, այլ ասեն օրինակ Ալբերտո Դանելյանն է, իր պապան էլ Գրիգոր Դանելյանն է։ Ես իրան ասել եմ մի անգամ, որ ես փողոցում ինձ տեսնեն, ասեն վայ նայեք Ալբերտոյի պապան, տեղ իմ համար դա մեծ ուրախություն եւ երջանկություն կլինի, որ ինձ ոչ թե ինձնով ճանաչեն, այլ ասեն Ալբերտոյի պապան է։ Ավելի շատ կուզեմ, որ ինքս ինձնով լինեմ, էլի, ոչ թե հենց պապայի կարելի ասել շուքի տակ, էլի։ Հետաքրքիրն է, որ այս ֆորմատը նախապատրաստական որևէ բան չի պահանջել, իրենք տեղում կողմնորոշվում են, այսինքն այստեղ նաև իրենք դրսևորում են իրենց կողմնորոշվելու, արագ կողմնորոշվելու ունակությունները։ Հաջորդ մրցույթը նախատեսված է հավասարակշռությունը ճիշտ պահելու համար եւ ոտքերի մկանները մի լավ թափ տալու համար։ Այստեղ թիմային ոգին այդքան կարեւոր չէ, որքան մասնակցի սառնասրտությունը։ Էմոցիաները դնում ենք մի կողմ, լինում ենք հավասարակշռված ու ոչինչի մասին չենք մտածում, բացի հավասարակշռությունը։ Ամեն թիմ, ամեն մասնակից ունենալու է 3-հական, այսպես ասած, կուբիկ, որոնցից երկուսի վրա կանգնելու է, ոտքը բերի առաջ, հետևի դրածը այսպես կքանստի, բերի առաջ, տեղափոխվի ու նույն տրամաբանությամբ, մյուսը բերի առաջ։ Իսկ եթե Դավժան պայտակ ընկնում են, նու պայտակ եթե ընկնում են, մասնակիցը, ով որ այդ պահին խաղում է, վերադառնում է հետ ու նորից է խաղում։ Այս ամեն ինչը հաշվի առնելով դուք այս դիստանցիան չեք վազելու։ Կլինի ավելի կարճ դիստանցիա, բայց ցանկացած օգնություն այսպես պահել, ոտքը հողին դնել, դա համարվում է օգնություն եւ ձեր այդ խաղացածը զրոյանում է։ Դրա համար սառնասիրտ եկավ ավելի լավա փոքր քայլերով, բայց հաստատուն գնալ առաջ, այսքան փոքր քայլերով։ Ու հաղթել։ Հուշում, քանի որ այս աղյուսները, այսպես ասած, փափուկ են եւ հողն է փափուկ, շատ դժվար է հավասարակշռությունը պահել։
աշխատեք ընդհանուր մարմինը պահել մաքսիմալ ներքև, որպեսզի երերումները քիչ լինեն։ Նաև նշենք շատ կարևոր բան։ A կետից B կետ այս դժվար մեթոդով հասնելուն պես դուք կհանդիպեք այսպիսի գնդակների։ Եվ յուրաքանչյուր մասնակից վերցնելով մեկ գնդակ վազքով կվերադառնա սկզբնակետ։ Եվ այդպես յուրաքանչյուր մասնակից, որ թիմը առաջինը ավարտի այս մրցարշավը եւ կարողանա սկզբնակետ բերել 6 գնդակ, կհամարվի այս մրցույթի հաղթող։ Այդտեղ պետք էր մաքսիմալ լռություն, շատ աղմուկ չլիներ, որովհետև որ թիմը անդադ գոր գրար, այտենց ավելի կլարվեինք։ Դրա համար այդտեղ ես բոլորին ասեցի, որ սուս մնան ու թողնեն, որ մենակ ես խոսամ։ Մենք լսում էինք իրար ու լսում էինք միայն մեկին։ Դու այնքան լիքը ժամանակ ունես իրան նայ։ Հանգիստ։ Ուրեմն ամբողջ խաղի իմաստը քո սեփական քաշը կարողանալ պահել այդ գուբկայից անհասկանալի այդ կուբիկների վրա, որոնք մոտավորապես այսքան են։ Դե ինչ արգելն ես տեսնում եք, որ սա ավելի շատ հավասարակշռության մրցույթ է։ Այստեղ կոորդինացիա է պետք եւ համբերատարություն է պետք։ Ահա տեսնում եք, որ եւ շոու դպրոցը մի փոքր ավելի առաջ է։ Ինչ ես կարծում։ Ճիշտ, հավասարակշռություն դաստիարակելս եւ շոու դպրոցում կոսանալու։ Այո, եւ հավասարակշռություն եւ սառնասրտություն, բայց ասեմ, որ այս պահին թե որ թիմն է արժևում ընդհանրապես նշանակություն չունի, որովհետեւ ինչպես հիշում ես, նախորդ մրցույթի շրջանակներում նույնպես Եվը մի փոքր առաջ էր անցել, բայց կորցրեց հավասարակշռությունը եւ ետ ընկավ։ Շատ դժվար էր, որովհետև ամբողջ ընթացքում ոտքերս դողում էին, ահա որ լարված էի, երկու անգամ ոտքս կպել է գետնին, ձեռքով եմ բռնել։ Դե ինչ, հիմա կարելի ասել հավասար պայքար է գնում, մի փոքր արժևում է տրիո ստուդիոն։ Ես տեսնում եմ, որ Անյուտը հրաշալի կոորդինացիա ունի, փոքր ժամանակ կոորդինացիա է երևի գնացել, որովհետև ֆենոմենալ ճիշտ է անում ամեն բան։ Ինձ իդեպ գորի մարտավարությունը նույնպես շատ դուր է գալիս։ Ինչքան հիշում եմ խաղի ժամանակ Գորն ու Կասյան պետքա գնային, բայց ես Կասյանին ասեցի, որ սպասի ու ես Գորի հետ հավասար գնամ։ Հավասար պայքար։ Իվրազեք։ Վերցրու Անյուտ, թե չես կարող։ Ունես։ Վիգս կարաս։ Արագ։ Մարի շատ մոտիկ դիր հիմա, ահա որ մոտիկ, ահա։ Ահա լավն է։ Ապրես։ Անյուտ։ Անիտա շատ լավ է սարում, պես։ Նու մեն ձեռներ են կողքից դե մեզի են բանի տեղ մենակ գնում։ Չեմ կպել եմ լավ եմ, այլ խաղում եմ, շարունակում եմ։ Մեր թիմի Անյուտը մեզ շատ հետաքրքիր ռազմավարություն ասաց, որ պետքա հերթով հաշվենք, այսինքն 1, 2, 3, չգիտեմ իհարկե ոնց օգնեց, բայց իրոք այդ մեզ օգնեց։ Մենք հերթով քայլում էինք, հաշվում էինք։ Ինձ շատերը նմանացնում ու ասոցացնում են մամայի հետ, բայց ես երևի ավելի շատ կապված եմ պապայի հետ։ Պապայիս կողմը նույնպես մեղմ ասած կապ ունի արվեստի հետ։ Պապաս պարուսույց է, պապիկս Հայաստանի վաստակավոր արտիստ, իսկ տատիկս բալետի պարուհի։ Փոքր ժամանակ ես ուզել եմ դառնալ պարուհի բալետի, բայց պապաս չի թողել։ Պապան ասեց ավելի մասնագիտորեն, ասեց գար ափսոս է։ Ես իրան տանում եմ պարարվեստի ուսումնարան, որ ավելի պրոֆեսիոնալ։ Ասի չէ, ես չեմ թողնում։ Ինձ մերժում ես, ասի հայ Իմ աղջիկն է, ես այդ ճանապարհը անցել եմ, այդ դժվարությունները, ես չեմ ուզում ինքը այդքան տանջվի։ Աննան ինձ այդ ժամանակ որ ասեր, պապ, չէ, ես ուզում եմ, կարող է հետ կանգնեի։ Հոպա, հաշ, բրավո, կարողացավ դիմանալ, այո, էսի շլարված վիճակ է։ Ապրես, շատ լավ է։ Է դրանից երկու հատ։ Всё, դարել ես բեկալար։ Այո, մեկ տարի։ Վերցրու։ Всё, վերցրու արի։ Ինա դու մեզի շեղում եք, իրանք է ձեռներ դնում են գետնին, այտենց ասում ենք առաջ, ոչ, չի լինելու, քանի ես ստեղ եմ, այտենց բաներ չի լինելու։ Всё։ Վիկ, դավայ, Վիկ, գիտես չէ, առաջ ենք։ Ամենադեմից մենք առաջ էինք ընկնում, որից հետո իմ սխալի պատճառով մենք հետ ընկանք։ Ակասիա գնա, Աշակ սպասի կհանգստանաս կգնաս։ Ինքնդ եք տեսնում ինչ լարված են մասնակիցները ամեն քայլի վրա, ամեն քայլի, ամեն Չեմ նախանձում նրանց, որովհետև պատկերացնում եմ ինչ է կատարվում նրանց ոտքերի մկանների հետ։ Բրավո! Բրավո!
Իրանք երկու մասնակից ունեն, դու մեր Նորից, նորից։ Երկու անգամ չկարողացա կուբիկները ճիշտ հաշվարկել եւ ճիշտ տեղերում դնել։ Ոտաբոբիկ մարտավարությունը Եգիպտոսի օդին վնաս է։ Ես կարծում եմ, այսպես կհասկանամ, արժի Ալբերտոյի հետ դվուխի վրա քնել այսօր, թե ավելավ ապրել փափուկ դիվանում։ Միգուցե սենյակը փոխեք։ Ես հասկացա։ Իմ մեջ ուժ գտա, քամբեկ արեցի, Ալբերտոն առաջ անգնում, որտեղ բոբիկա։ Բայց Արա դեսի ո՞նց անեմ, արա մեծ էս կանա ոտը, սվայ։ Նորից։ Ոչինչ։ Okay, գրել ենք, գնա։ Լրացնեք պապանում։ Դավայ, Ալբերտո, եղունգով կողի մեջ վայ։ Ապրի։ Իրանք հոգի դառնում։ Այ տղա ունես դնում։ Ապարակել։ Արա վրազելու բան չունես, այսպես հանգիստ որ գնաս կրելու եք։ Ինչ խորտ է սենցի մասը։ Ես։ Հա։ Ոչ մի հələ որ, սա դեռ սկիզբն է, ես ասում եմ, իմ սկիզբն է սա դեռ։ Ես խորհուրդ կտամ, որ Անետան խորհուրդ չտա։ Ես ասանես խորհուրդներ կտամ, ձեռը դնում են իրանք, այսա երկու ձեռերով, այս աստելով գնալու։ Բայց ոչ մեկ չի դրել, նայ։ Դրա ես տեսել եմ իմ այս երկու աշկերով։ Եթե վառ համակարգով դու ապացուցես, կասենք, հա, բայց ես տեսել չկա։ Ես ասեմ։ Ստի դետեկտոր բերենք։ Բերեք նստեմ բերեք։ Բայց փորձ 1, 2, 3-ը վերցրու։ Պասի։ Բնականաբար իմ թիմի օգնությամբ ճիշտ հաշվարկելով կարողացա այնպես անեմ, որ հաղթանակը գա մեզ։ Ես հպարտ եմ իմ թմով, որ մենք կարողացանք այդ խաղը հաղթել։ Բոլոր 6 գնդակները հայտնվեցին մեր մոտ, որի արդյունքում մենք comeback արեցինք։ Փաստ մնա, փաստ, որ այդ մրցույթում մենք հաղթեցինք։ Եվ շոու դպրոցը կարողացավ առաջին պարտությունից հետո վերականգնվել եւ եզրափակիչ մրցույթից առաջ հավասարություն դրսևորել։ Դե ինչ, շնորհավորում եմ ձեզ երեխեք ջան, շատ ապրեք, շատ ֆենոմենալ էր, շատ։ Տարիների ընթացքում դերասանուհի դառնալու երազանքին ավելացել է նաև օդաչու դառնալու նպատակը։ Ես ուզում եմ դառնալ օդաչու։ What? Դες տեքստերը սպանում էր էլի, որ ինքը գալիս էր ու ամենահետաքրքիրն է, որ ինքը ոչ միայն ասում է դրա մասին, այլ նաև արեց։ Ուզում եմ իմ երկիրը ոնց որ ներկայացնել ոչ մենակ էկրաններից այս կողմ, այլ նաև օդում։ Բացի այն, որ մեր մոտ որպես դերասան է սովորում, ինքը ընտրել է օդաչուի մասնագիտությունը, որը ընտրելու համար դու շատ ուժեղ մարդ պետք է լինես ու հավատաս քեզ, որովհետև կարծում եմ օդաչու դառնալը ամենադժվար ու կարելի ասել անհասանելի մասնագիտություններից մեկն է։ Իմ օդաչու դառնալու նպատակին մաման ու պապան տենց չզարմացան շատ, որովհետև իրանք ի սկզբանե ավելի զարմացած էին նրան, որ ես մոտոների հանդեպ շատ մեծ սեր ունեմ ու քշում եմ։ Մենք մի օր նստելու ենք եւ ինքնաթիռում լսվի հարգելի ուղևորներ, ձեզ ողջունում է օդաչու Մարի Ալեքյանը։ Իրանց հոբիների վրա մենք անդադ ապշում ենք, որ ախր չէ, բայց ոնց սիրեցիր։ Էքստրիմ սիրող է, որովհետև բացի այն, որ ուզում է օդաչու դառնա, նաև մոտոյա քշում այդ տարիքում 18 տարեկանում։ Եզրափակիչից առաջ թիմերը հավասարվեցին։ Կարծում եմ թիմերի շանսերը հավասար են, որովհետև իմ կարծիքով Trio Studio-ն ավելի արագաշարժ եւ ատլետիկ է, իսկ եւ շոու դպրոցը վերջին մրցույթի շրջանակներում ապացուցեց, որ ավելի թիմային եւ համախմբված է։ Ես հարգելներս որպես 10 տարվա ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այո, 10 տար։ Ժողովուրդ, եթե իմանայիք աշխատավարձ ես ավելի ուժեղ ծափ կտեք, որովհետև շատ դժվար էր ապրել այդ փողով։ Այո, սա առաջին հայացքից հարգելները շատ պարզունակ մրցույթ է, սակայն ինչպես արդեն նշեց Սյուժ Գևորգյանը, այստեղ համ արագաշարժություն է պետք, համ դիմացկունություն է պետք, համ թիմային մտածելակերպ եւ գրագետ հաշվարկ, ու ամենակարևորը ամուր թոքեր։ Ինչ եք անելու հարգելիներս։ Այժմ ես ցույց կտամ։ Յուրաքանչյուր թիմի մասնակիցները ավելի շուտ հերթով վազում են, վազեցինք, վազքով հասնում են այս փայտին, պտտվում են, պտտվեցին, վազում են հետ։ Թիմը պետք է միաշարասյուն կանգնի, վազում է, անցնում է թելի վրայով, պտտվում է, կախված է թիմի մասնակցից, թե ում կվերցնի հաջորդը։ Օրինակ, վերցրեցինք, շարժվեցինք, վազում են երկուսով, պտտվում են, և վերադառնում են, և այսպես
նայք, պտտվեցին ու արդեն վերցնում եմ մյուսին։ Սակայն այս պարզունականոններում կա նրբություն, որն է Սյուժան։ Եթե հանկարծ թիմերը իրենց միասնական վազքի ընթացքում հանկարծ ինչ-որ կետից բաց թողեն ձեռքերը, ապա կանգ են առնում եւ վերադառնալով բաց թողնման կետ շարունակում են այդ կետից։ Եվ իհարկե կհաղթի այն թիմը, որի մասնակիցները 6-ով իրար ձեռք բռնած կհատեն այդ կարմիր գիծը։ Դե ինչ, պատրաստ ենք։ Այո։ 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 3 2 Այս ամենաբարձ պահից է, ով արագ է սկսում, այնպես չէ, որ միշտ նրանք արագ են լինում։ Թիմը հավասարա պետք է կանգնի, հավասար։ Ամենաուժեղ մասնակիցները դիմացից էին վազում ու առաջին շրջանից հենց ամբողջ ուժը տվեցին։ Այստեղ պետք է արդեն հետևենք ձեռքերը թողելու։ Վերջին մարդը, որ բռնում էր, նա խառնվում էր, չգիտեր ոնց բռներ։ Շարքը պահում եք, շարքը պահում եք։ Այնտեղ նայ։ Ձեռքերը չեք թողում։ Ձեռքերը, պինդ։ Ձեռքերը բռնած, ձեռքերը պինդ։ Ձեռքերը թողեցիք, չեք շարունակելու, ձեռքերը թողեցիք։ Բռնեք։ Ինձ վերջինը վերցրեցին ու մենք սկսեցինք վազել, բոլորս փորձում էինք մեկս մյուսին քաշենք։ Վազեք։ Մենք արդեն հոգնել էինք, բայց մեր թմի ուժը չէր կորում։ Միջև է, բան չկա, բրավո։ Սկզբից առաջ ընկանք ու հետո արդեն տեսել եք ինչ ա եղել։ Վերջում ուղղակի ուժասպառ էինք, էներգիա չունեինք։ Վաղը հաջորդ խաղին գալու ենք ավելի մոտիվացված, ավելի ուժեղ ու ավելի մարտական, ոնց որ սպասեք մեզ։ Մենք արդեն ավելի ռազմավարությամբ կգանք, ավելի ուժեղ կգանք եւ ընտիր խաղ կցուցաբերենք։ Խոսք ենք տալի մենք մեր թվով, որ ավելի թեժ է լինելու հետագա օրերը։ Դուք մեզ դեռ լավ չեք ճանաչում։ Ոչինչ, նորմալ է սա։ Նորմալ է, ապրեք, շատ լավ է։ Մի հատ ծափ արենք, ոգևորենք եւ շոու դպրոցին։ Պատահական չի, որ մենք կոչվում ենք հերոսների լիգա, որտեղ հերոս կոչվածը երեխեք ջան, պետք է նաև պարտվի։ Դրա մեջ վատ բան չկա։ Դուք այսօր դժվար իրավիճակում կարողացաք հետ բերել դժվարագույն այդ հետ ընթացը միավորների։ Ունես որ դուք այսօր պայքարել եք մինչև վերջ ու լավ, հանկարծ մի վայրկյան չմտածեք։ Եղավ երեխեք։ Այո։ Շնորհավորում եմ ժողովուրդ ջան, այսօր դուք ուժեղ էիք եւ դուք դա ապացուցեցիք։ Շնորհավոր։ Ես անչափ շնորհակալ եմ ծնողներին, որ իրանք չնայած նրան, որ անհանգստանում են, բայց նաև վստահում են ինձ ու թույլ են տալիս, որ ես զբաղվեմ իմ սիրած գործերով ու իմ հոբիներով։ Իմ նպատակն է ապացուցել, որ մեր երկրում մեծանում է մի սերունդ, որը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն եւ բարձր պահել մեր երկրի պատիվը աշխարհի ցանկացած կետում։ Ես ուզում եմ ապացուցել, որ եթե դու ամբողջ հոգով ու սրտով հավատում ես քո նպատակին, թեկուզ փոքր քայլերով գնում ես դեպի այդ նպատակը, Աստված միշտ լսում ու բացում է կոնկրետ այն դռները, որոնք քեզ ավելի շուտ կհասցնեն դեպի քո նպատակը։ Հերոսների լիգա։ Պատահական չի, որ մենք կոչվում ենք հերոսների լիգա։ Քանի որ հերոսի կյանքում երկու երևույթներ, հաղթանակներ եւ պարտություններ պետք է տեղի ունենան։ Դա կերտում է հերոսի կերպարը։ Այսօր միակ մրցութային օրն է, որ դուք դեռս թիմային ոգով եք լցված եւ թիմերով պայքարում եք միմյանց դեմ։ Գնալով ավելի բարդ է լինելու եւ գնալով արդեն հաշվի է առնվելու ոչ միայն ձեր մրցութային ուժը, այլ նաեւ ձեր մարդկային հատկանիշները։ Սակայն պայման է։ Հաղթող թիմը մեկնում է շքեղ ընտրքի, իսկ պարտվող թիմը Աման լվալու։
10-երի կողի։ Երանի չէր աման լվալու գնայի։ Իսկ թե ինչ կլինի, կիմանաք մի քանի րոպեից։ Որովհետև սա հերոսների լիգան է։ Հերոսների լիգա Իրականում այս ամեն ինչի հիմքում ընկած էր հաղթանակը, հեշտ չէր հաստատ հաղթելը, որովհետև հենց առաջի խաղը ես եմ սկսել։ Շատ դժվար է, որ անկախ խաղից չգիտես դու ինչա քո հետ խաղում ելնելու, բայց պատասխանատվություն ես վերցնում, որ առաջինը սկսես, բայց դե անում ես այդ ամեն ինչը քո թիմի համար։ Օրինակ երեխեք, ինձ թվում է մենք խաղի ժամանակ շատ ենք իրար վրա գոռում ու այդ լրիվ խանգարում է մեզ։ Ես լսին այ ես խաղի ժամանակ որ քայլում եի երեխեք, որ լարվում էի, որ անդադ գոռում էիք։ Դրա համար ավելի լավ է մյուս օրվանից ավելի քչացնենք այդ գոռալը։ Իրականում խաղերը շատ բարդ էին, կարող է այտենց էկրանի հետևից մի քիչ հեշտ թվա, բայց օրինակ առաջին խաղը, այդ խամյակի խաղը, ասենց ասած, իմ համար շատ բարդ էր, որովհետև ես ծանր քաշով եմ, այտենց մի քիչ դժվարանում էի, էլի ոնց որ այդ բանը անեի, փոքր էր այդ բանը, բայց հենց պրինցիպը հասկացա, մի անգամից ոնց որ խաղը ասենց ավելի թեժ գնաց, իսկ երկրորդ խաղի վերաբերյալ ես մի հատ բան եմ էլի ուզում արձանագրեմ, որ անկեղծ այդ պլիտկեքը այսքան էր, իսկ ուզում եմ տեղեկացնեմ, որ ես 46 համարի կոշիկ եմ հագնում։ Այդ մոտավոր այսքան է, էլի, այսինքն ես ընդհանրապես ձև չունեի ոչ մի կերպ բալանսի գայի այդ փոքր պլիտկաների վրա, այդ ալիքների վրա։ Ես իրականում շատ հպարտ եմ բոլորովդ։ Այն որ ես խաղի ընթացքում արդեն հասկանում եմ ինչքան շատ եք սենց պայքարում, ինչքան շատ եմ ես ձեզ սիրում։ Եվի երեխեքն լավ խաղացին, որովհետև իրենց ուժերի մաքսիմալը արեցին, իրանք հիմա բանա Եվի ծովի միմութ անկյունում ունքերը կիտել եւ լաց են լինում, բայց ոչինչ խաղը դեռ շարունակվում է, հուսով եմ ոչինչ խաղա վաղն էլ իրանք նորից կպարտվեն ու էլի կգնան մութ անկյուն։ Դե ինչ, երեխեք ջան, սա ձեր ընթրիքն է, խնդրեմ, այս բրդուճները կարող եք վայելել, իսկ սա ձեր ննջասենյակն է, որտեղ այսօր դուք գիշերելու եք։ Իրականում ես մեր համար պատիժ չի, որովհետև կարևորը մենք թիմով ենք իրար հետ ու ծովի ափին։ Ես ուրախ եմ, որ ձեզ համար հաճելի է այս մթնոլորտը, ասեմ ավելին, ես ունեմ ձեզ համար խրախուսական նվեր։ Ձեր թիմի այսօրվա լավագույն մասնակցին պատրաստել է նվեր սմարթֆոնների եւ աքսեսուարների լավագույն խանութ սրահը Mix Mobile-ը, այս AirPods Max-երը կստանա այն մասնակիցը, ով եզրափակիչ փուլում վերցրեց պատասխանատվություն սկսելու եւ մինչեւ վերջ թիմի հետ պայքարելու համար, իսկ այդ մասնակիցը Արշակն է։ Արշակ ջան, ես քեզ շնորհավորում եմ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ոգևորվածությանը, ես շատ ուրախ եմ, որ ձեզ այդ մթնոլորտը դուր է գալիս։ Ես ինքս շատ կուզեի ձեր հետ միասին այս տապչանների վրա պարկած բրդուճ ուտեի, այս ծովի ափին, այս ձայնի ներքո, բայց всё-таки ես գնամ սենյակ իմ հարմար տեղերին, հարմար պայմաններում գիշերեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր երեխեք ջան։ Բարի գիշեր։ Նաև ամենակարևորը ասեմ, այս ավելի շատ ռոմանտիկի նման չի։ Ռոմանտիկ։ Դուրս սենյակի։ Սենյակի։ Դուրս բացեք թողեող, սկվասնյակա։ Շամուչնա։ Հերոսների լիգա Հերոսների